Այս փոչամբարը շահագործում են ոնց որ 1000 տարի առաջ։ Ես դեմ եմ, որ այդ փոչամբարը որպես գյուղի բնակիչ կառուցվի։ Վտանգավոր խիստ աղետալի վիճակ չունենք։ Այստեղ անասուններ են մտնում արածում, այստեղ երեխաներ են խաղում։ Երեխան ստեղից հանում եմ, երեխու ցաները անցնում են։ Նորից գալիս եմ, հաջորդ օր նույն երեխուերս կարմրում են։ 15-20 սանտիմետր հաստությամբ դեղնավուն շերտը։ Տեսանելի է չարվորակ հիվանդությունների աճ։ Ամեն տարի ծառայք տնկում չանում։ Որ մարդ չի գալիս, բաց են թողում գնում աներքե։ Եկեք խնդրում եմ մի դեմոնիզացրեք հանքարդյունաբերությունը, որովհետև դա շատ կարևոր ճյուղ է, այլ բան, որ դա պետքա արվի ժամանակակից ստանդարտներով։ Չեմ ուզում փողներ ուզում թող մաքրեն տարածքը, մեզ շունչ տան, օդ տան, թթվածին տան մենք ապրենք։ Հունիսի 14-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, դեղնավուն անձրևաջրերը ողողում են Կապանի փողոցները վերտարությամբ։ Ըստ մասնագետների ջուրը քաղաք է ասել Կավարտի հանքավայրի տարածքից։ Ով է մեղավորը եւ ով է պատասխանատուն։ Կավարտի հանքավայրը պատկանում է շրջակա միջավայրի նախարարությանը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատասխանատվության ներքո է եւ իրենք պետք է վերահսկողություն իրականացնեն, խնդիրը լուծեն եւ չեզոքացնեն բոլոր ռիսկերը եւ բոլոր տեսակի խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ Կավարտի հանքավայրի հետևանքով։ Կավարտի լքված հանքավայրը Հայաստանի Հանրապետության բալանսին է տեղափոխվել վաղուց եւ քանի որ այն ընկերությունը, որը շահագործել է Կավարտի հանքավայրը, սնանկ է ճանաչվել եւ ինչ-ինչ պատճառներով նրա վրա չի դրվել են պատասխանատվությունը, որ հանքավայրը պետք է ռեկուլտիվացնել, այդպես անտեր թողած վիճակում է եւ նա գտնվում է Կապան քաղաքի վերևի հատվածում, ինչի արդյունքում երբ որ անձրևները շատանում են Կավարտից հոսում են այդ տիպի դեղնականաչավուն, դեղնանարնջագույն կարելի ասել նյութեր եւ անձրևների ժամանակ մենք ուղղակի տեսնում ենք դրա ավելի վառ պատկերը, իսկ տարածքը եղել է պղինձ մոլիբդենային նյութերով հարուստ ուրեմն հանքավայր, որտեղ որ չկա ռեկուլտիվացիա եւ այդ ամբողջ շերտը բաց երկնքի տակ է, ենթարկվում է էրոզիայի, ենթարկվում է ջրի եւ հողի այսպես միախառնության արդյունքում մենք տեսնում ենք այն պատկերը ինչ որ կա։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցել է վարչական վարույթ։ Ինչ է փորձելու պարզել տեսչական մարմինը, ինչ քայլեր են հետևելու վարույթի շրջանակներում։ Հայաստանում առհասարակ վարչական վարույթներ կամ քրեական վարույթներ, որոնք նախաձեռնվում են, շատ դեպքերում կրում են ուղղակի ձևական բնույթ, դրանք հարուցվում են զուտ այն պատճառով, որ ուղղակի պետք է հարուցել եւ միշտ չի որ մենք տեղյակ ենք լինում եւ պետական մարմինը պատասխանատվությամբ ամբողջ հետազոտությունը պատրաստակամ է ներկայացնել հանրությանը։ Շատ դեպքերում այդ հետազոտությունները մնում են գաղտնի կամ ընդհանրապես չեն էլ արվում եւ արդյունքում հանրությունը տեղակ չէ թե իրենց ոնց որ շրջակա միջավայր ինչ տեսակի նյութեր են լցվում իսկ իրականում եթե սրտացավություն լիներ եւ հետազոտություններ արվեր ապա հստակ պարզ կլիներ թե ինչ ծանր մետաղներով հարուստ նյութեր են հայտնվել Կապանում եւ մարդիկ դրա հետ առնչվելով ինչ առողջական եւ սոցիալական եւ ինչու՞ չէ նաեւ բնապահպանական մեծ ռիսկերի են ենթարկվում, այսինքն ինչ վտանգներ կա եւ այդ վտանգների մասին միշտ չի որ պետական մարմինը պատրաստակամ է խոսել։ Արդյոք կան նմանատիպ դեպքերով հարուցված վարույթներ, քրեական գործեր, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվել։ Առնվազն իմ լրագրողական եւ բնապահպանական գործունեության շրջանակներում մոտ 10-15 տարվա կտրվածքով ես դեռ չեմ հիշում դեպք, երբ որ վարչական կամ քրեական վարույթը ավարտված լինի դատական գործի դատավճռով։ Այդ բոլոր վարչական եւ քրեական վարույթները գնում են քննչական մարմիններ, նախաքննական փուլում կամ ինչ որ մի ժամանակահատվածում կամ կարճվում են կամ կասեցվում են կամ այն վնասը, որը որ հասվել է բնությանը, շատ ցածր մակարդակով է գնահատվում եւ ինչ որ ձև փոխհատուցվում է կամ չի փոխհատուցվում Այս դեպքում ես ընդհանրապես հույս չունեմ, որ որևէ ձևի վնասի գնահատումը կամ վնասի գնահատումից հետո դրա փոխհատուցումը հավասարազոր կարող է լինել այն վնասին, ինչը պատճառվել է։ Հայաստանում կա 23 փոչամբար, որոնց մի մասը չի գործում։ Կան նաև լքված հանքավայրեր։ Էկոլոգիական ինչ վտանգ են ներկայացնում դրանք եւ ինչ է անհրաժեշտ անել։
Հայաստանի 23 ոչամբարները, որոնք գործում են կամ չեն գործում, ոչ բոլորն են ռեկուլտիվացված եւ ոչ բոլորն են MPC պատասխանատվությամբ եւ MPC անվտանգության նորմերին համապատասխանում, որով որ մենք կարող ենք հանգիստ լինել, որ մեզ ու մեր երեխաներին, այսպես ասած, վտանգ չի սպառնում։ Հայաստանում գործող ոչամբարներից շատ-շատերը եղել են սովետական միության ժամանակաշրջանում ստեղծված, կառուցված, որոնցում բացակայում է մեմբրանային շերտը եւ ամբողջ այդ քիմիական նյութերը լցվում են առանց որևէ շերտով ազատման, պաշտպանության, ամբողջը գնում է ստորգետնյա եւ մակերևութային ջրեր։ Անհրաժեշտ էր, որպեսզի կավարտի լքված հանքավայրը ռեկուլտիվացվեր եւ Հայաստանի Հանրապետության բյուջեից տրամադրվեր այդ գումարը։ Եվ դա լիներ շատ կոնկրետ դաս մնացած բոլոր գործող չգործող հանքավայրերի եւ սեփականատերերի համար, որ երբ որ նոր հանքավայրերի մասին ենք խոսում եւ կամ գործող հանքավայրերի մասին ենք խոսում, նրանք հասկանան, որ բնությանը պատճառված վնասը վերականգնել է եւ տարածքը նորից նույն կերպ վերադարձնել բնությանը անվտանգ միջավայր ստեղծելը բավականին թանկ արժե, այնքան թանկ, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն գուցեև չհերիքի մնացած բոլոր խնդիրները լուծելու համար։ Գեթ մեկ դեպք, որ ունենայինք այդպիսին եւ ընկերությանը պահանջ ներկայացվեր, որ պետք է փոխհատուցես, պետք է մաքրել, ջրերի մաքրումը այդքան հեշտ եւ էժան ծառայություն չէ, դա շատ բարդ եւ շատ պատասխանատու գործողություն է, որին պետք է հետեւողականորեն մոտենալ եւ պահանջատեր լինել։ Այս դեպքում մենք այդ գործողությունները չենք տեսել ոչ օրինակի ձևով, հա, ուղղակի գնա այդ առաջի դեպքն է Հայաստանում, որ գնահատվել է գոնե մեկ լքված հանքավայրի ռեկուլտիվացիան ինչ գին ունի։ Մենք մնացած դեպքերի վերաբերյալ ընդհանրապես չունենք գնահատական։ Հանքարդյունաբերության հետևանքով շրջակա բնակավայրերի բնակիչների առողջությանը վնաս պատճառվում է, կան արդյոք փաստեր։ Մենք պետք է ունենանք առողջապահական սկրինինգ, որը պիտի լինի անաչառ, անկողմնակալ եւ փաստերի վրա հիմնված, ու դա պիտի լինի երկարաժամկետ։ Քանի մենք չունենք առողջապահության նախարարության կողմից նման քաղաքականության որդեգրում, թե ինչ ստանդարտներով պիտի իրականացվի, որ մարզերը պետք է ներառվեն դրա մեջ, բնակչության կոնկրետ առողջությանը վերաբերող ինչ տվյալներ պիտի հավաքագրվեն, որպեսզի մենք այդ հետազոտությունը անենք, հետո էլ պատճառահետևանքային կապով մեղադրանք ներկայացնենք հանքարդյունաբերության ազդեցության մասին։ Այս դեպքում ես գտնում եմ, որ Հայաստանի կառավարությունը այս տարիների ընթացքում ես առնվազն խոսում եմ 20 եւ ավել տարիների մասին, չի որդեգրել նման քաղաքականություն, որովը մեկին ձեռ չի տալիս բացահայտել առողջությանը հասցված վնասը, կլինի քաղցկեղի տեսքով, իմպոտենցիայի կամ չբերության կամ այդ տեսակ այլ խնդիրներ, որոնք որ բնակչության մոտ կան։ Միշտ կարելի է թվերը մանիպուլյացիայի ենթարկել, ասելով, որ այն բնակիչները, որոնք որ այդ տարածքներում են ապրում, իրենց քաղցկեղը, չգիտեմ, ծխելուց է կամ այլ պատճառներ կան, իսկ միջազգային այլ կազմակերպություններ, որոնք ունեն հետազոտություններ, գալիս են իրենց կողմից իրականացնում են հետազոտություններ եւ օրինակ մարդկանց մոտ բացահայտում են 10 անգամ ավել սնդիկի պարունակություն եղունգներում կամ մազերում, չգիտեմ, նիկելի կամ կնդեղի ծանր մետաղների պարունակություն մարդկանց օրգանիզմում, այդ տվյալների հետ Հայաստանի կառավարությունը եւ համապատասխան առողջապահության նախարարությունը հաշվի չի նստում։ Դրանք իրենց համար ոչ հավաստի տվյալներ